Քաղաքացիական հասարակությունը հանուն զարգացման թեմայով քննարկմանը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին վերահաստատեց, որ Եվրամիությունը շարունակում է աջակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակության կայացմանը։ Մենք որպես Եվրամիություն շարունակելու ենք մեր հզոր աջակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակությանը։ ՀԿ-ների համար նոր հնարավորություններ ենք ստեղծելու։ Սա մեր առաջնահերթություններից մեկն է։ Սա մի գիծ է, որ մշտական է լինելու եւ շատ կարեւոր է Հայաստանի համար։ Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ միջոցառմանը ներկա լեհական պատվիրակությունը հայկական կողմին կարող է ներկայացնել քաղաքասարակության ու թիմ կայացման իրենց երկրի փորձը։ Զարգացած տեղական ինքնակառավարման մարմինները Պյոտր Սվիտալսկին համարում է Լեհաստանի անկյունաքարերից մեկը։ Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի կառավարությունը մտածում է տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման մասին։ Սա նոր էներգիա է, այս իմաստով Հայաստանը շատ բան կարող է սովորել Լեհաստանից։ Երկրորդը քաղաքացիական հասարակությունն է։ Լեհաստանում քաղաքային շատ բյուջեներ որոշվում են նույն այդ համայնքների քաղաքասարակության ներկայացուցիչների կողմից։ Այդ մարդիկ քվեարկում են, թե ինչ ծրագրեր են ուզում իրականացնել։ Մարդիկ իրենք կարող են որոշել բյուջեի որ մասը ուր պետք է գնա։ Լեհաստանի Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամը Հայաստանում 3 փուլից բաղկացած ծրագիր է իրականացնում, որի բյուջեն 27 միլիոն եվրո է։ Այս ծրագրի նպատակն է համախմբել մասնավոր, հանրային եւ քաղաքացիական ոլորտների հայ եւ լեհ ներկայացուցիչներին եւ նրանց միջև կապեր հաստատել։ Զորապ Հարոյան, ժամ լրատվական։